պատվերը դարձա 4 տարի։ Ասացիք բանկում չեք կանգնել, ինչ խնդիր է եղել կմանրամասն։ Դե Yandex-ը բան արեց, պարկի թարմացում անում, հին ավտոներ հանում է, գնում ենք խանութ, որ ավտո առնենք, ուղարկում է բան, գնում ենք, ասում է Yandex-ը չի համարվում պետական աշխատանք։ Ասում է թուղթ բերեք, այտենց է թուղթ չեն տալի մեզի։ Կամ պետք է չգիտեմ, պեկից ուզում ենք մի անգամ ասին դուք այտենց եկամուտ հաստատող թուղթ չկա, ոնց որ մեր անունով չի, մեր ՀՎ-ն է գրվում, բայց մեր անունով չի, Yandex-ի անունով է։ Կամ 30-40% է կանխավճար ուզում, այդքան էլ մենք չունենք փող։ Ոչ թոշակա, ոչ ստաժա գալի, ոչ ապահովագրություն, ոչ բան, ծրագիրը խալտուրաներով, կարող ժամերով կայնես, մենակ ժամը 1 մի հատ կանխիկ պատվեր օրինակ գա, ինքը պատվերը տա իր այդ համագործակցող պարկերին։ Իրանք արենդով ավտո են տալի, պայմանագիր ունեն Yandex-ի հետ, որ իրանց պատվեր տա, ոնց որ կարողանան շոֆեր պահեն, իրանց փողը ունենան։ Օրական 15,000-ով տալիս են, իսկ մենք ով որ իրանցից չենք օգտվում, մենք մեր սեփական ավտոներով կամ անհատներից ենք արենդով ավտո վերցնում, մնում ենք բորտին։ Ու տենց հիմա նորից թարմացում է տվել, հիմա իմ ավտոն ստարտ սակագնի ավտո է, ես չգիտեմ ոնց եմ թարմացնելու։ Կամ պետք է, չգիտեմ, ոսկի դնենք վար կամ բարեկամի անով գնանք վար վերցնենք, որ կանանք ավտոն թարմացնենք։ Կամ ստիպված գնանք օրը 15-17,000-ով օրավարձը քշենք, դառնանք ստրուկ։ Իրանց պայմաններով պարտադիր 10 ժամ պետք է իրանց գծի մեջ ելնենք, իրանց պարկերով, ունդը լիքը տենց էլի խնդիրներ, ավտոն վնասվող մեր վրա է, չուզենանք չքշենք փողը էլի պետք է տանք, ուզենք չուզենք պետք է տանք։ Ինչ աշխատանքի անցնել այս խնդիրների մասին տեղյակ չէիք։ Չէ, ճիշտ ասած, որ չեմ քշել, այդպես սկսել եմ քշել, նոր հասկացել եմ քիչ-քիչ, որ մտնում ես այս գործի մեջ, նոր հասկանում ես ինչա կա։ Ինձ է կողից ասում էին լավ գործա, բայց մտա իրականում ներվի հետ կապված, այն որ օրը ինչ մարդ ասես նստում է, մարդասպանից միջև նախարար նստում է, մեկը գցում է, մեկը լավ է վերաբերում, մեկը հասկանում է։ Եք ասացիք նախարար է նստում, հանդիպել եք նախարարի պես։ Հա, հանդիպել է ուղղակի։ Հիմնականում ես չեմ խոսում ուղևորների հետ, եթե խոսում են, բայց հիմնականում տենց չեմ է բան արել։ Ճանաչել եք, որ նա։ Հա, ճանաչել եմ, բայց ոնց որ այ հիմա չեմ կարող իշեմ։ Ասացիք, որ նման խնդիրներ ունեք։ Ճիշտ ասած չխոսած ինքը իմ հետ, այդ վաղ բիզնես հակագին էի քշում, կանոններով չի թույլատրվում խոսալ, կարող է խոսանք բլոկվեինք։ Այդ խնդիրն էլ կա։ Շատ խնդիրներ կա, խոսքի կարող է դուռը չբացենք բլոկեն, ջուր չլինի սրահում դրած բլոկեն, ասենք վերնաշապիկը սպիտակ չլինի, սև ու սպիտակ լինի բլոկեն։ Առավոտը զարթնենք տենանք բալանսից փողը տարելա, զանգենք կարծնենք ինչի, ասենք գախնիկա չեն կարող ասենք ձեզի, ասում եմ ասեք որ չանենք։ Հա, անձամբ ինձանից 3600 դրամ տարել է, նու կոպեկներով։ Զանգել եմ, ասում է դա գախնիկա չեն կարող ասենք, ասում ասեք որ հաջորդ անգամ գումար է դուրս գրվում ու Հա, իմ հաշվից գումարը հետ է գանձվել, զանգել եմ, ասում է խախտում եք արել, դրա համար բոնուսը հետ է գանձվել, ասում դա ասեք չեն ասում իրանք։ Ու տենց ներվայնանում ենք, մեր օրը գնում է, նույնը թեավճարներն են հետ գանձում, ամեն ինչ անում են, որ մեր գումարը հետ տանեն։ Խնդրել եք Yandex-ի հետ հասկանալ խնդիրները ու իրենցից ինչ որ Իրանք ռոբոտացված պատասխաններ են տալի, եթե չաթով են գրում, կարող ասենք մեր պատվերը ինչա չեղարկվի, իրանք պատասխանը տան, ասենք դեպի տուն կամ դեպի իմ գործերով այդ ծրագիրը չի աշխատում, լրիվ ուրիշ պատասխան տա։ Իրանք ֆիզիկապես, հեսա թեավճարները իրանք սա հետ են բանանում, տոկոսները տան։